Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի առազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն շաբաթ օր ձեզի կընթերցեմ եկեղեցվո սուրբ հայրերեն քրություններ, հոդվածներ, հորդորակներ, որբեսի հաղորդագիծը լանք անոնց քրությանց եւ մեր հավատքի կյանքի մեջ, հոգեվոր գիտության մեջ խորանանք, զարգանանք։ Վաղը Հայաստանի ցարակելական մեր սուրբ եկեղեցվո մեջ պիտի նշվի եւ դոնագդարվի Սուրբ Խաչի երևման դոնը։ Այս դոնը հաստատված է այդ օրերու պատրիարք Գյուրեղ Երուսաղեմացի գողմե, որ իր օրով 351 թվականին Տեր Հիսուս Քրիստոսի լուսավոր խաչը երևցավ երկնքի մեջ Քողկոթայեն մինչև համբարձման լերը։ Եվ այդ օրերուն Գոստանտու Բորսո գայսրներ Գոստանտ թագավորը, որ Գոստանտիանոս գայսրին, առաջին ռոմեացի քրիստոնյա գայսրին զավակներ։ Եվ Գոստանտը ինք դժբախտաբար սկսած էր հերանալ ուղղափառ հավատքեն եւ ավելի արիոսականության գբիլ հարիլ։ Արիոսականները աղանդավորական այն խումբն էին, որոնց հիմնադիրն էր Արիոս Աղեքսանդրացին, երեցմը քահանամը Աղեքսանդրիայեն, որ հութայիզմեն աստված վարտաբեդություն հանեց ասելով, որ Հայր Աստված ինք միակ եզակի Աստվածն է։ Հետևաբար որդին Հիսուս Քրիստոսը արարված է, Աստուծո գոմե ստեղծված է։ Գար ժամանակը, երբ հայրը գար, բայց որդին չգար։ Հետո է որ որդին ստեղծվեցավ հոր Աստուծո գոմե։ Հետևաբար որդին հավասար չէ հորը։ Նույն բնությունը չունի։ Էագից չէ անոր, փնութենագից չէ, ավելի ստորաթաս է, այլ որդին լոգոսն է, փանն է, իմաստությունն է, որ Աստուծո օգնությամբ անիգա Աստված դարձավ։ Նույնպես Արիոս չէր հավատար, որ Սուրբ Հոգին համակոյագից է Հայր Աստուծո եւ որդին հետ, այլ գսեր, որ Հոգինալ հետո ստեղծված է։ Ահա արիոսական այս աղանտին թեմ էր, որ ժողով կմարվեցավ դիեզերական առաջին ժողովը 325 թվականին Նիգիո մեջ եւ փանատրվեցավ Արիոսը ու մերժվեցավ անոր սուտ ուսուցումը հայտարարվելով, որ հայրը, որդին եւ Սուրբ Հոգին նույն էութենեն են, համակոյագից են, միաժամանակ են, նույն էութենեն, նույն Աստվածն են, մեկ Աստված երեք անցինք։ Սիրելիներ, ահա այս արիոսական թեկում ունեցող Գոստանտ գայսրի ժամանակ էր, որ Քրիստոսի խաչը երևցավ, եւ պիտի տեսնեք հիմա, թե Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացի հայրաբեդը ինչպիսի նամակ կգրե գայսրին, որբեսի նախ գտրվադե անոր հավատքը, որ իր ծնողներեն ստացած է, բայց նաեւ գուղե զայն, որ ճշմարիտ հավատքի մեջ ամուր մնա։ Թուղթ առ Գոստանտ գայսեր։ Աստվածասեր եւ բարեբաշտ Գոստանտ Օգոստապար թագավորին Երուսաղեմի Գյուրեղ եպիսկոպոսից ողջույն խնդալից։ Վայելուչ է, որ ես քեզ ուղեմ եւ դու ընդունես այս առաջին նամակը, որ Երուսաղեմից եմ կրում քո աստվածասեր թագավորությանը։ Այն լցված չէ շողոմական խոսքերով, շողոքորթ խոսքերով լեցված չէ այս նամակը գսե, այլ աստվածադեսական մի իրողության ազդարարությամբ։ Այն քեղեցիկ շարադրություն եւ ջարդասարական իմաստներ չի բարունակում, այլ սուրբ ավետարանիչներից գանխացայնված եւ վկայված բաների ճշմարտությունը։ Հետևաբար Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացի հայրաբեդը Գոստանտ թագավորին գայսրին ուղելով իր նամակը գսե, որ իմ նամակը գեղագիտական ոչեր չի բարունակեր իր մեջ, ոչ ալ
շողոքորթական խոսքեր, այլ ճշմարտություն ավետարաններեն քաղված եւ հետվապար գսե աստարարություն։ Շատերն իրենց ունեցած բեսպես թանկագին եւ շողշողուն քարերով գազմված ոսկեհուր բսակներով են փառավորում քո պատվական գլուխը։ Իսկ մենք ոչ թե երկրից հանված բաներով ենք ուզում բսակել քեզ, որովհետեւ երկրավոր ընձայապերումները երկիրն են միայն ունենում իրենց նպատակ, այլ քո աստվածասեր թակավորության օրով այստեղ Երուսաղեմի մեջ դերի ունեցած աստվածային զորությամբ կորձերն են փութում իմացնել քո բարեբաշխությանը, ոչ թե որբեսի անկիդությունից աստվածգիտության կաս, ինչը որ դու արդեն քո բարեբաշխությամբ ուրիշներին ես սովորեցնում այս մասին, այլ որբեսի քո իմացած բաների մեջ ավելի հաստատվես եւ քո թակավորության նախկին վիճակը հիշելով երկնային վսակներով աստծուց բադվվես եւ սովորես ամենաթակավոր աստծուն իրեն վայելուչ շնորհակալություն մատուցել եւ թշնամիներիդ վրա մեծամեծ հաղթություններով քաչալերված աստծուն իրապես սիրելի ընձայես քո թակավորությունը։ Սիրելիներ, ահա գտեսնեք թե ինչպես Սուրբ Գյուրեր Երուսաղեմացի հայրաբեդ հստակ կերպով գայսրին գրե, որ ես չեմ ուզել քեզի բաներ սորվեցնել, դու արդեն մանկութենդ գիտես եւ ուրիշներուն ալ կսորվեցնես, բայց ես կուզեմ, որ ամենամեծ թակավորին մասին մտածես, այսինքն Աստուծո մասին եւ իր ճշմարտության հետևողը ըլլաս եւ ոչ թե աշխարհիկ այս աղանթավորներում յետևեն երթաս հարիս եւ ճշմարտութենեն շեղիս։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, որքանալ մարդիկ բարձր ճաշտոն ունենան, սակայն անոնց ճաշտոնը ոչինչ է ճշմարտության աստվածային ճշմարտության կողմ եւ աստվածային ճշմարտությունը պետք է հայտարարվի ամեն բարակայ։ Ով գուզե թողնա երկրի նախագահ է, գայսր է, թակավոր է, վարչապետ է, գաթողիկոս է, ով գուզե թողնա, եթե սխալ բանի մը գեդեվի եւ սխալ վարտաբեդության գեդեվի, պետք է ուղղել զայն աստվածային ճշմարտությամբ։ Դրա համար է որ դերը քո օրով էլ ահա հրաշքներ է կործում, որովհետև ինչպես որ քո աստվածասեր եւ երջանկայիշատակ հորդ Կոստանդիանոսի ժամանակ Աստուծո շնորհիվ Երուսաղեմի մեջ գտնվեց փրկարար խաչապայդը, Կոստանդիանոս գայստրին ժամանակ էր որ իր մայրը Սուրբ Հեղինեն, Սրբույի Հեղինեն քնած Երուսաղեմ եւ կդավ 300 տարի ծածկված 300 տարի է իվեր ծածկված Քրիստոսի խաչը, հետևաբար գսե ինչպես որ քու հորդ ժամանակ Քրիստոսի խաչապայդը հայտնվեցավ Երուսաղեմի մեջ ու սուրբ դեղերը իրենց մեջ ծածկված այն սրբությունը բարգեւեցին նրան, որ սրդակին բարեբաշխությամբ փնտրեց այն, նույնպես քո օրով էլ ով ամենաբարեբաշտ դեր թակավոր Աստծո երկյուղով լցված այն հին բարեբաշխությունը նորոգված լինելով այս անգամ սակայն ոչ թե երկրի, այլ երկնքի վրա դեսնվեց հրաշքը ու մեր Տեր Հիսուս Քրիստոս բրկչի եւ Աստծո միածին որդու լուսանշույլ խաչը, որ մահվան թեմ հաղթության խորհրդանշանն է ջարակայթափայլ երևաց Երուսաղեմի վրա։ Ահա Սուրբ Գյուրեր Երուսաղեմեցի հայրաբեդ Գոստանդ գայսրին գսե քու հորդ օրով Քրիստոսի խաչապայդը հայտնվեցավ երկրի վրա, բայց քու օրովդ ոչ թե երկրի վրա, այլ երկնքի մեջ Քրիստոսի հրաշապար խաչին նշանը երևցավ, Կողգոթայեն մինչև Ցիտենյաց լեր, մինչև Համբարձման լեր։ Որովհետև Բենդեգոստեի, այսինքն հինանց օրերին, օրվա ժամը 3-ին, այսինքն դերի գունենար 351 թվականի մայիսի 7-ին, ամենահաղթ խաչը լույսով ցևացած երկնքի վրա Սուրբ Կողգոթայից մինչև Ցիտենյաց Սուրբ լերը երկարած դեսնվում էր ցոլացիկ։ Ոչ թե միայն 1-2 հոգիների երևաց այն, այլ ամբողջ Սուրբ քաղաքի ժողովրդին, ոչ թե վաղանցուկ գերբով եւ առաջոք դեսիլի պես, ոչ թե մեկ անգամ են դեսնվեցավ եւ երացավ, այլ երկար ժամանակ դեսնվելով երկնքի վրա ու իր փոցածաջանչ փայլմամբ արևի ջարակայտներին հաղթելով, որովհետև ինքը պիտի հաղթահարվեր նրանցից, եթե արեկագից ավելի զորավոր ցույց չդար իր ջարակայտները։ Սիրելիներ, գսե Սուրբ Գյուրեր,
որ Քրիստոսի խաչը երբ երևցավ Կողգոթայեն մինչև Ցիտենիաց լեր, մինչև համբարձման վայր, որ Հիսուս այդեղեն երկինք համբարձավ, հզոր արևեն արևելի զորավոր երևցավ։ Եթե արևեն արևի զորավոր երևցած չլար, այդ ժամանակ արևը պիտի չդար արիտ, որ լույսը խաչի լույսի երևեր։ Ադորամար ավելի զորավոր քան արեքագի լույսներ երևցավ Քրիստոսի խաչը, եւ ոչ թե մեկ երկու օքի, ոչ թե այսպես մեկ վարգյանվա մեջ, այլ ժամերով Քրիստոսի խաչը երկնքի մեջ երևցավ։ Այնպես որ բոլորը առհասարակ Սուրբ քաղաքիս ամբողջ բազմությունը, դղաներն ու ձերերը, այրերն ու կանայք եւ ամեն հասակի պատկանողներ, նույնիսկ աղջիկներ, փնիկներ եւ օդարներ, քրիստոնյաներ եւ ուրիշ տեղերից եկած ազգեր, բոլորն էլ Աստվածդեսության Սուրբ երկյուղով եւ ուրախությամբ համակված, Սուրբ եկեղեցի վազելով, գարձես մեկ բերանով Աստծո սխրակորց միածին որդուն էին օրտնապանում։ Երբ Քրիստոսի խաչը երևցավ, բոլորը անխտիր Երուսաղեմի բնակիչները դաջար վազեցին եւ սկսան օրտնապանել Հիսուս Քրիստոսի Սուրբ անունը։ Ու այսպես փորձարապար եւ իրապես աբացուցվեց, թե քրիստոնյաների ամենաբարեբաշտ հավատքը ոչ թե իմաստասիրական փաստերով, այլ նաև Սուրբ Հոգու զորությամբ ու հայտնությամբ է հաստատվում, ոչ միայն մարդկանցից է բադվվում, այլ նաև երկնքից Աստծուց է վկայվում։ Արդ, որովհետև մենք Երուսաղեմապնակներս ոչ թե ուրիշներից լսեցինք, այլ մեր աչքերով տեսանք, թագավորած թագավոր Աստծուն եւ իր միածին որդուն մատուցեցինք բացած գերբով մեր շնորհակալության երկրպագությունը եւ թեր պիտի մատուցանենք։ Տեսեք սիրելիներ, Երուսաղեմի այս հզոր պատրիարքը հագարականոր որ գայսրին է որ գկրե, բայց զաստված կհամարե թագավորներու թագավոր, Աստծո որդին կհամարե թագավորներու թագավոր եւ գսե որ մենք շնորհակալություն հայտնեցինք թագավորներու թագավորին եւ պիտի շարունակենք մեր շնորհակալությունը մատուցանել անոր, երկրպագությունը մատուցանել։ Մեր ծեր Աստվածասեր թագավորության համար սուրբ դեղերի մեջ եւս հանդիսավոր աղոթներ կատարեցինք եւ թեր պիտի կատարենք, ցեզի համար աղոթեցինք, ծեր թագավորության համար։ Եվ որովհետև արժանի էր, որ այս երկնային Աստվածդեսության համար լրություն չբահեինք եւ աբեդեինք այն ծեր Աստվածասեր բարեբաշտությանը, այս բաժարով փութացի ահակրել այս քիրս։ Եվ գսե, որովհետև այս հրաշքը, որ բադայեցավ երկնքի մեջ Քրիստոսի խաչին լուսավոր խաչի երևելով, հետևաբար ուզեցի, որ քեզիալ դեղյակ պահել այս հրաշքի մասին, որ քու օրովդ դեղի ունեցավ։ Որբեսի քո սկզբից արդեն ունեցած հավատքիդ հաստատուն եւ բարի հիմքի վրա, որ Աստծուց քեզ դրված գիտությունն է, Հիսուս Քրիստոսով ավելի հաստատուն գերբով շինված հույսն ընդունելով քաչալերվես եւ բոլոր արաքինական սովորություններով դոկորված խաչի հաղթության նշանը քեզ զորավիկ ունենաս, իբրև Աստված եւ բարձանած բարձանք համարես այն քեզ հետ ունենալով երկնքում երևցած նշանը, որի ցևը մարդկանց ցույց տված ժամանակ գարձես երկինքն ինքն իսկ բանցացավ։ Սիրելիներ, ահա գսե Սուրբ Գյուրեր Երուսաղեմացի այրաբեդ, որ Քրիստոսի խաչը, որ երևցավ, Քրիստոս ինք Աստվածն է։ Հետևաբար մեկ խոսքով գսե Գոստան թագավորին, գայսրին, որ դուրս եկուր այդ արիոսական խաղապարներդ, որ Արիոսը գսե թե Հիսուսը հավասար Աստված չէ հոր Աստծո հետ, այլ դարբեր Աստված է, այլ Հիսուս համակո Աստվածն է Աստծո հետ, եւ ահա իր ճշմարիտ նշանը, խաչի նշանը Երուսաղեմի մեջ երևցավ քո օրովդ։ Բայց պետք է իմանալ, ով Աստվածասեր թագավոր, թե այս հրաշքը մարգարեներից նախակուշակված եւ աբեդարանների մեջ ավանդված Հիսուսի սուրբ բարերով արդեն նկարագրված մի իրողություն է, որ այս անգամ կատարվեց եւ անշուշտ ապակայում էլ պիտի կատարվի հաջող, որովհետեւ Քրիստոսը ասաց է, որ մարդու որդին նշանը պիտի երևի։ Եվ ահա 351-ին եթե երևցավ, եւ եթե ուրիշ ժամանակներում ալ երևցած է Քրիստոսի խաչապայդը երկնքի մեջ, ապա սիրելներ իմանանք Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու մեջ կգարտանք, որ Հիսուս կսե իր երկրորդ կալուստին
Քրիստոսի խաչապայտի նշանը դարձյալ պիտի երևի երկնքի մեջ։ Որովհետև Փրկիչը Մատթեոսյան ավետարանի մեջ հանդերձյալ իրերի գիտությունը իր երջանիկ աշակերտներին բարգեւած ժամանակ նրանց եւ իրենց հետ եղողներին խոսելով հայտնաբես նախածայնելով ասում էր. «Եվ այն ժամ երկնքում գերեվա մարդու որդու նշանը, ինչ որսի արտենցեզի»։ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխում մեջ Քրիստոս կսե, երբ մարդու որդին հայտնվի, այդ ժամանակ իր խաչի նշանը պիտի երևի երկնքի մեջ։ Եթե բացես ավետարանի աստվածային գիրքը, այնտեղ պիտի գտնես այս մասին սկզբից աստված վկայությունները։ Բայց սրտակին փափակում եմ, որ ամեն ինչից առաջ հոգերանտն մտադրությամբ նայես մեր Փրկիչից հարաճածայնվածների մասին այնտեղ գրվածների վրա։ Հակառակ աստեցություններից չդարվելու համար երկյուղած զգուշությամբ պետք է գարտալ դրանք։ Գարտագս է երկյուղով, որբեսի հանգարց ուրիշներու խոսքերեն, Արիոսի խոսքերեն չլա, որ աստվելով ուրիշ բաներ հասկնաս։ Այսի մանտրանիկ նամակը ով աստվածասերտակավոր Երուսաղեմից քեզ ուղարկելով իբրև հարազատ եւ ամենաբարեբաշտ մի մդերիմի եմ խոսում քեզ եւ իբրև մեզ հետ երկրպագողի Աստուծո միածին որդուն եւ մեր Փրկին, որ ըստ ավետարանական ավանդության Երուսաղեմի մեջ կատարեց իր փրկության մատակարարությունը, որ այստեղ ոտնագող արեց մահը եւ իր բատվական արյունով չնչեց եւ սրբեց մարդկանց մեղքը եւ իբր Աստված ցանկ անաբականություն եւ հոգեվոր ու երկնային շնորհք բարգեւեց բոլոր իրեն հավատացողներին։ Ամենաթակավոր դերը, տեսեք սիրելներ, հակառակ որ թակավորին կգրեսի, բայց Հիսուսը կգոչե ամենաթակավոր, այսինքն թակավորներու թակավոր։ Ամենաթակավոր դերը, որ դվիճն է բոլոր փառությունների, թող բահբանի քեզ զորությամբ եւ շնորհքով եւ ել ավելի մեծամեծ բարեբաշխության քեղեցիկ գործերով եւ զարտարի թակավորական հարազատ թակը զավակների բազմացումով եւ ի բարձանս քրիստոնյաների եւ համայն աշխարհի երկար եւ բազում դարիների խաղաղության բահի քեզ ամբողջ ընտանիքովդ եւ բոլոր մասերով զարտարելով քեզ վարքով եկեղեցիների անտեպ քաղցրությամբ եւ գայսերական իշխանության վայելուչ մարտասիրությամբ եւ արադաբարգև բարեբաշխությամբ երկարամյա անթորությամբ բոլորին շնորհի ցեզ ամբողջ դնով հանդերձ ով աստվածասեր եւ օգոստապար թակավոր ողջ եղիր Աստծո ամեն։ Ահա սիրելներ, ցեզի ընթերցեցի Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացի հայրաբեդին ուղած նամակը Գոստանտ թակավորին, որ Գոստանտիանոս առաջին հռոմեացի քրիստոնյա թակավորին զավակն էր եւ որը սկսած էր դժբախտաբար արիոսականության աղանթին հարիլ, բայց իր օրով էր, որ Քրիստոսի խաչապայտը երևցավ երկնքին մեջ 351 թվականի մայիսի 7-ին Պենտեկոստեի օրը եւ ահա սիրելիներ Քրիստոսի խաչապայտը հզորացուց հավատացյալներու հավատքը եւ անոնք որոնք չէին հավատար տեսնելով խաչի նշանը դաջար վազեցին քրիստոնյա դարձան եւ Սուրբ Գյուրեղ նամակ գրելով ուզեց ամրապնդել Գոստանտ գայսրին հավատքը եւ վերադարձնել զինք ճշմարիտ հավատքի թե Հիսուս Քրիստոս Դեր ու Աստված է, Փրկիչ է, համակոյ է Հորը հետ միասին եւ բաշտե զինք որպես ամենաթակավոր, ամենուն թակավորը, թակավորներուն թակավորը եւ դերերուն դերը։ Թող Հիսուս Քրիստոսի արատ օրհնությունը մեր բոլորին վրա լա սիրելներ եւ մենք մնանք ուղղափառ հավատքին մեջ հավետ։ Աստված ձեզ արադավես թող օրհնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։